Արդյոք ալկոհոլ խմելը մեղք է։ Մարդկության պատմության ընթացքում ալկոհոլը եղել է եւ օրհնություն, եւ աղետի պատճառ։ Այն ուղեկցել է մարդկային քաղաքակրթությանը հնագույն ժամանակներից մինչև ժամանակակից աշխարհ։ Բայց մարդիկ միշտ կանգնել են մի հարցի առաջ. արդյոք ալկոհոլ խմելը մեղք է։ Այս հարցը հատկապես կարևոր է քրիստոնյաների համար, որովհետև այն բարդ է։ Մի կողմից Աստվածաշնչում հանդիպում ենք գինու դրական հիշատակությանը, մյուս կողմից նախազգուշացնող խիստ դատողությունների։ Այս տեսանյութում փորձելու ենք բացել հարցի ամբողջ թատերաբեմը առանց ծայրահեղությունների, հիմնվելով Աստվածաշնչի, եկեղեցու ավանդության, հայրերի մեկնությունների եւ ժամանակակից քրիստոնեական հետազոտողների տեսակետերի վրա։ Իսկ մինչ այդ բաժանորդագրվեք ապոլոգիա կենտրոնալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա տեսանյութերը։ Աստվածաշունչը գինին ներկայացնում է երկակի կերպով, որպես Աստծո պարգև, բայց նաև որպես վտանգավոր փորձություն։ Գինին ուրախացնում է մարդու սիրտը։ Հին ուխտում գինին նաև օրհնության խորհրդանիշ էր, բերքառատության, ուրախության տոնի նշան։ Քրիստոսն ինքը Կաննայի հարսանիքում ջուրը գինի դարձրեց։ Եթե հենց գինի խմելը մեղք լիներ, Հիսուս Քրիստոսը հաստատ մեղքին գործակից չէր լինի եւ մարդկանց մեղքի չէր դրդի։ Սակայն միևնույն ժամանակ Աստվածաշունչը շատ խիստ նախազգուշացնում է. գինին անառակության է տանում, հարբեցողությունը թշնամության, դրանց տրվողը իմաստուն չէ։ Նոյը գինուց հարբած կորցրեց իր պատիվը, Ղովտը հարբեց ու կորցրեց իր վերահսկողությունը։ Մի հարբեք գինով, որ անառակության է տանում, այլ հատկապես լցվեք Սուրբ Հոգով։ Այս ամենից հստակ երևում է, որ Աստվածաշունչը չի հայտարարում ալկոհոլի պարտադիր արգելք, բայց խստորեն դատապարտում է հարբեցողությունը եւ կոչ է անում չափավորություն, զգուշություն եւ սթափություն։ Քրիստոնեական ավանդությունը եւս երբեք չի քարոզել ամբողջական արգելք, բայց միշտ ուսուցանել է թագավորող սկզբունքը՝ չափավորություն եւ սթափություն։ Գինին չար չէ ինքնին, այլ հարբեցողությունն է չար։ Գինին Աստծո պարգև է, ուրախություն է բերում մարմնին, սակայն հարբեցողությունը սատանայի գործն է, բերելով տկարություն եւ անառակություն։ Հովհան Ոսկեբերան։ Գինին ոչ միայն բժշկություն է հիվանդին, այլև թույն անհոգին։ Նույն պարգևը կարող է լինել կամ օրհնություն, կամ կորուստ, կախված օգտագործողի սրտից։ Բարսեղ Կեսարացի։ Աստված մեզ տված իր բոլոր պարգևները հրամայում է օգտագործել չափավորությամբ, իսկ երբ մարդն անցնում է սահմանները, պարգևը դառնում է դատապարտություն։ Գրիգոր Նյուսացի։ Գինին բժիշկ է, եթե չափավոր օգտագործվի, բայց դառնում է տիրակալ եւ բռնապետ, եթե թողնես իշխի քեզ։ Գրիգոր Նազիանզացի։ Այսօր ժամանակակից քրիստոնյա հետազոտողները մոտենում են այս հարցին գիտական եւ բարոյական տեսանկյուններից։ Ալկոհոլը կենսաքիմիական ազդեցություն ունի, թուլացնում է կամքը, խթարում է ինքնատիրապետումը, բացում է ճանապարհ մեղքի համար։ Ուստի քրիստոնյան պետք է հասկանա, որ դրան պետք է մոտենալ ոչ թե ամբողջական լիցքաթափման համար, այլ պատասխանատվության բարձր գիտակցությամբ։ Ներկայումս ալկոհոլը դարձել է ոչ թե պարզապես հին աշխարհում եղած գինին, այլ արդյունաբերական ուժեղացրած խմիչք, որն անհամեմատ ավելի վտանգավոր է եւ ավելի հարբեցնող, քան այն խմիչքները, որոնք եղել են հին աշխարհում։ Երբ մի բաժակ գինու չափաբաժինը հավասար է դառնում 5-6 բաժակ օղու չափաբաժնին, վտանգը բազմապատկվում է։ Ներկայումս բոլոր քրիստոնեական եկեղեցիները չեն արգելում ալկոհոլի չափավոր եւ պատասխանատու օգտագործումը։ Սուրբ Պատարագում գինին օգտագործվում է որպես սրբազան խորհուրդ։ Եկեղեցին մեղք է անվանում ոչ թե գինին, այլ հարբեցողությունն ու կախվածությունը։ Շեշտը սթափության, ինքնատիրապետման եւ սրտի մաքրության վրա է։ Քրիստոնեական ուսմունքը միշտ հակադրվել է երկու ծայրահեղություններին՝ ալկոհոլի անսահմանափակ օգտագործման եւ ալկոհոլի ամբողջական արգելքին։ Ճշմարիտ ճանապարհը սթափ քրիստոնեական չափավորությունն է։ Ամփոփելով, արդյոք ալկոհոլ խմելը մեղք է թե ոչ, այս հարցի պատասխանը պարզ չէ սոսկ այո կամ ոչ բառերով։ Քրիստոնեական հավատքի լույսի ներքո այն մի ամբողջական ճանապարհ է՝ սրտի զարթոնք, ինքնաճանաչում, սահմանների պահպանում։ Գինին Աստծո պարգև է, բայց պարգևը կարող է դառնալ փորձություն։ Իսկ փորձությունը մեղք, երբ մարդը կորցնում է սթափությունն ու Աստծո պատկերն իր մեջ։ Ուստի քրիստոնյայի համար ճիշտ ձևակերպումը հետևյալն է. գինին մեղք չէ, հարբեցողությունն ու կախվածությունն են մեղք։ Թույլ տալը, որ ալկոհոլը իշխի քեզ, մեղք է։ Սթափ, պատասխանատու եւ չափավոր վերաբերմունքը նորմալ է։ Թող որ յուրաքանչյուր քրիստոնյա իր սրտում ունենա այն սրտի խաղաղությունն ու սթափությունը, որ Սուրբ Հոգին է տալիս,
Եվ թող որ բոլորիս կյանքում իշխի ոչ թե գինին, այլ մաքրությունը, սթափությունը եւ Աստծո հետ խաղաղությունը։